Համաշխարհային շուկայում նավթի գինը բարձրանում է, 1 բարելի գինը կազմում է $115։ Սա վերջին 4 տարիների ընթացքում գրանցված ռեկորդային ցուցանիշն է։ BBC-ի տվյալներով Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական պատերազմի լարումից ի վեր Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների խափանումը ազդում է վառելիքի գնի վրա։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն Brent տեսակի նավթի գինը աճել է գրեթե 24%-ով։ Աշխարհի նավթի մատակարարման մոտ 1/5-ը իրականացվում է Հորմուզի նեղուցով։ Հակամարտության սկզբից ի վեր Իրանը փակեց նեղուցը, ինչը հանգեցրեց գների բարձրացմանը։ Միաժամանակ հայտնի է դառնում, որ մարտի 7-ին Իրանի նավթային պահեստների վրա Իսրայելի հարձակումը առաջացրեց առաջին խոշոր անհամաձայնությունը ԱՄՆ-ի և Իսրայելի միջև։ Տրանսկասպյան միջանցքը կարող է դառնալ ոչ միայն դեպի Եվրոպա, այլ դեպի խաղաղություն տանող ճանապարհ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարությունը արել է Բրյուսելում Եվրամիության դեսպանների համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Մտածեք տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի նման ռազմավարական նախագծերի մասին։ Առաջին հայացքից դրա նպատակն է կրճատել Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև ճանապարհորդության ժամանակը 30-ից 15 օր, բայց այս նախագիծը շատ ավելին է։ Այս միջանցքը կկապի Հարավային Կովկասի նախկինում թշնամաբար տրամադրված պետությունները և կկապի դրանք նաև Եվրոպայի հետ։ Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ածուխն ու երկաթը միավորեցին Եվրոպան, այն նոր միջանցքը կարող է առևտուրն ու համագործակցությունը դարձնել նորմալ խնդրահարույց տարածքներում և դառնա ոչ միայն դեպի Եվրոպա, այլ դեպի խաղաղություն տանող ճանապարհ։ Իմ միտքը պարզ է։ Այս տարածաշրջանում, ինչպես Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, մեր ներդրումները շարունակում են և մենք ունենք լծակներ և ներկայացություն, ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Իրանից Թուրքիա արձակված հրթիռը ոչնչացվել է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։ Այս մասին հայտարարում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Նախարարության տվյալներով Իրանից արձակած երկրորդ բալիստիկ հրթիռը ոչնչացվել է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգի կողմից Թուրքիայի օդային տարածք մտնելուց հետո։ Իսրայելը լայնածավալ հարվածների նոր ալիք է սկսել Իրանի վրա։ Իսրայելի պաշտպանության ուժերի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է. Իրանի մայրաքաղաքում և երկրի այլ շրջաններում լայնածավալ ավիահարվածներ են հասցվում իրանական ռեժիմին կապված ենթակառուցվածքներին։ Մինչ այդ Իսրայելը վերջին շաբաթվա ընթացքում մոտ 3400 հարված է հասցրել Իրանին։ Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակի խոսքով նրանք չեզոքացվել են ավելի քան 150 իրանական պաշտպանական համակարգ և այժմ Իսրայելը անցել է գործողության հաջորդ փուլին և ընդլայնում է հարձակումները ռեժիմի հիմնական արտադրական օբյեկտների վրա։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության կողմից հրապարակված տեղեկատվությանը, ապա Իրանի հետ պատերազմում զոհվել է 7-րդ ամերիկացի զինծառայողը։ Լիբանանի հարավային Սիդոն քաղաքում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարի մոտ պայթյուններ են սկսվել։ BBC-ի տվյալներով Իսրայելը տեղական ժամանակով ժամը 16:30-ին այս տարածքում 2 նոր հարված է հասցրել։ Վիրավորվել է մի քանի քաղաքացիական անձիկ և 1 լիբանանյան բանակի զինվոր։ Լիբանանի սոցիալական հարցերի նախարարի խոսքով Լիբանանում ներքին տեղահանվածների թիվը արդեն գերազանցել է 500,000-ը։ Իրանը այաթոլլա Ալի Խամենեիի որդին Մոջթաբեին ընտրել է որպես իր հաջորդը, հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, հղում անելով իրանական պետական լրատվամիջոցներին։ 56-ամյա Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ է ընտրվել փորձագետների ժողովի անդամների կողմից, սակայն մինչև նոր պաշտոնավարումը երկիրը կկառավարվի 3 անդամից բաղկացած խորհրդի կողմից։ Այդ անդամներն են Իրանի նախագահը, դատական համակարգի ղեկավարը և կամավորական կիսառազմական խմբի ղեկավարը։
Դոնալդ Թրամփը դժգոհ է Մեջթաբա Համենեիի Իրանի գերագույն առաջնորդ նշանակվելուց։ ԱՄՆ-ի նախագահ այս մասին խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։ Ինչ վերաբերում է պատերազմի ավարտին, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ որոշումը երկկողմանի կլինի եւ կկայացվի Իսրայելի վարչապետի հետ համատեղ։ ԱՄՆ-ի նախագահը Times of Israel-ին ասել է, որ Իրանը մտադիր է ոչնչացնել Իսրայելը եւ ինքն ու Բենյամին Նեթանյահուն փրկել են այն։ Հարցին թե արդյոք Իսրայելը կկարողանա շարունակել պատերազմը Իրանի դեմ, եթե ԱՄՆ-ն որոշի դադարեցնել հարձակումները, Թրամփը հրաժարվել է քննարկել այս հնարավորությունը, նշելով, որ դրա անհրաժեշտությունը չի լինի։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է Մոջթաբա Համենեիին Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհավորական նամակը հրապարակվել է նրա Facebook-յան էջում։ Վստահ եմ, որ Հայաստանի եւ Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ ապագայում, հասնելով նոր հաջողությունների։ Օգտվում եմ այս առիթից բարեկամ Իրանի ժողովրդին մաղթելու բարգավաճում եւ երկարատև խաղաղություն, գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առավոտից քննարկումներ են տեղի ունեցել Շալվա Պապուաշվիլիի եւ Խորհրդարանի մեծամասնություն կազմող կուսակցության անդամների միջև։ Օրենսդիր մարմնում հանդիպում է տեղի ունեցել Կախարյան հանուն Վրաստանի թիմի հետ։ Վաղը նախատեսվում է քննարկում վարչապետի եւ հանրային պաշտպանի հետ։ Դրանից հետո լրատվամիջոցների համար պետք է արվի ամփոփ հայտարարություն։ Վարչապետը խոսել է սահմանադրական դատարան ներկայացված հայցի ուղղման, մասնավորապես կողմերի անունները փոխելու կամ ավելացնելու մասին։ Կոբախիձեին հարցրել են այսպես կոչված ընդդիմադիր դաշինքի մասին տարածված տեղեկատվության մասին, որի համաձայն նրանք մտադիր են միավորել մեկ կուսակցություն ազգային շարժման մեջ եւ մասնակցել ընտրություններին մեկ ցուցակով։ Վարչապետի խոսքով նրանցից յուրաքանչյուրը կապված է եղել եւ կա ազգային շարժման անդամ։ Կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է 30 քաղաքացի, սա վերաբերում է 12 տարբեր քրեական գործերի։ Պետական անվտանգության ծառայության տվյալներով Թբիլիսիում եւ տարածաշրջանում հանցագործությունները կատարվել են պետական ծառայություններում աշխատող անձանց կողմից։ Նշվել է, որ պետական անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը շարունակում է աշխատել կոռուպցիոն բոլոր տեսակի հանցագործությունների հայտնաբերման եւ կանխարգելման ուղղությամբ։ Նախագահը Վրաստանի Գեղասահակի ազգային հավաքականին եւ Ֆեդերացիայի ներկայացուցչությանը պարգևադրել է պատվո շքանշաններով։ Դափնեկիրերին շնորհավորել է պետական պարգևներ, երկրի զարգացման գործում ունեցած հատուկ ներդրման եւ պատմական մարզական նվաճումների համար։ Խոսել է մարզիկների նվաճումների եւ ձմեռային օլիմպիական խաղերում ձեռք բերված պատմական արդյունքների մասին։ Նշվել է, որ մարզիկներին աջակցությունը կշարունակվի նաեւ ապագայում։ Էկոնոմիկայի նախարարը եւ բիզնեսի ներկայացուցիչները քննարկել են էներգետիկայի զարգացման 10-ամյա ծրագիրը։ Մարիամ Քվրիվիշվիլիի խոսքով առաջին փուլը ենթադրում է արևային, քամու եւ հիդրոէլեկտրոկայանների առումով 4000 մեգավատ հզորության ավելացում։ Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, 2032 թվականից 36 թվականներին պետք է ավելացվի ընդհանուր առմամբ 2750 մեգավատ։ Այս դեպքում շեշտը դրվում է խոշոր հիդրոէլեկտրոկայանների վրա։